կգաք եւ կմասնակցեք այդ միջոցառմանը։ Այլ հարցեր, եթե չկան հարցեր, ես որպես հանրակցող երկու բան ասեմ Ինգալյան, շատ լավ նախագիծ է բանի տեսանկյունից, ժամկետների հստակեցման տեսանկյունից, բայց մենք ունենք օրինակ վարչական դատավորության շրջանակներում առնվազն հետևյալ խնդիրը։ Այսօր եթե մենք հայց մուտք անենք դատարան, ըստ էության վճռապարակման օրը կամ նիստ նշանակման օրը 28 թիվն է, 28 իսկ ավելի։ Հիմա տեսեք, եթե մենք այս նոր հայցերը ներկայացնում, նոր ժամկետները նախատեսում ենք եւ նոր հայցադիմները պետք է քննվեն համապատասխան սերմ ժամկետների պարագայում, մենք ունենում ենք խնդիր ինչ անել նախկինների հետ։ Առաջացանում դա խնդիր է։ Տեսեք, կամ մենք պետք է լուծումներ պետք է գտնենք, ես հիմա չեմ ուզում հստակ առաջարկ ներկայացնեմ, բայց իմ առաջարկը առնվազն պետք է լինի հետեւյալ, որ գործող այն հայցերը, որոնք առկա են այսօր առաջացանի դատարանում, առնվազն վարչականում, իրանք պետք է առավելագույն ժամկետը ունենան, որպեսզի դատարանը կարողանա ավարտի հասցնի գործը, որտեղ այսօր դատավորի մոտ կա 1000 գործ, եւ մենք նոր գործեր են գալու, որոնք պետք է 6 ամսում քննվեն դիցուկ։ Դա նշանակում է այն 5 գործերը շարունակել են վիճակում մնալ։ Որոշակի ժամկետ է պետք նախատեսել, իմ կարծիքով առավելագույն ժամկետ, չգիտեմ 18 ամիս առավելագույն ժամկետ է նախատեսված, որպեսզի դատարանը սանкցիել ազատվի։ Հակառակ դեպքում կլինի խտրական վերաբերմունք, այսինքն նախկինում ներկայացված հայցերը ավելի ուշ կքննվեն եւ ավելի ուշ որոշում կկայացվի, քան գործողները։ Իհարկե դու կարող ես ասել, որ նախագծում մենք նախատեսել ենք ժամկետ, որ շրջանակում դատարանները պետք է ազատվեն, համաձայն եմ։ Բայց այդ ժամկետում ես էլ դուք էլ գիտեք, որ չեն հասնեն 6 ամսյա ժամկետը, որը նախատեսված է այսօր, բավարար չի, որպեսզի առաջացանը սրանից ձերբազատվի։ Սա առաջի հարցը։ Երկրորդ հարցը վերաքննիչի հետ կապված է։ Սա նաեւ երկաշխատանքային քննարկումների արդյունքներ եւ դատմուս հետ մենք փորձել ենք նաեւ քննարկել այս հարցը։ Երկրորդը վերաքննիչ դատարանի համար մենք ունենք հետեւյալ իրավիճակ։ Եթե 300,000-ների մեխանիզմ ենք կարողանում մենք կիրառել, պարզապես պետք է համապատասխան կարգավորումներ ներառենք, որպեսզի վերաքննիչ վարչական վարույթը կարճվի, այսինքն հնարավորություն ունենան կարճել վերաքննիչ վարչական վարույթը, դա կհանգեցնի նրան, որ առնվազն 30%, եթե չեմ սխալվում, 30-ից 40% գործերը կնվազեն այդ մտածակարգով, բայց վերաքննիչը դեռ շարունակելու է ծանրաբեռնված լինել նախորդ գործերով։ Կարող ենք վերաքննիչի համար ավելի ուշ ժամկետ նախատեսենք այս կարգի կանոնի ուժի մեջ մտնելուն, այսինքն ոչ թե նախատեսենք 26 թվականից, այլ 27 թվականից, այսինքն 26 թվական հնարավորություն տանք վերաքննիչին, որպեսզի կարճային բոլոր վարորդները, որոնք վերաբերում են մինչև 300,000 արժեք ունեցող հայցերին, կոպիտ եմ ասում, եւ հնարավորություն տանք վերջինիս, որպեսզի բերի այն բալանսին, որպեսզի 27 թվականից հստակ ժամկետների պահպանմամբ կատարի այդ գործառույթները։ Այս երկու հարցերը մեկ էլ չգիտեմ, էլ չեմ ուզում խոսամ այլ լուծումների մասին, բայց որ լուծումներ պետք է գտնենք, ոնց բեռնաթափենք այն փոքր գործերից դատարանները, որոնք պետությանը վնաս են պատճառում։ Մեզ ասեմ, օրինակ մենք ունենք գործեր վարչական դատարանում, հիմնականում ճանապարհային ոստիկանության հետ կապված, որտեղ հայցի արժեքը շատ ավելի էժան է, քան պետության կողմից գանձվելի գումարը այդ տուգանքից։ Ստացվում է հետեւյալ իրավիճակ, սա այն հարցն է, ինգանը, որ ես բարձրացի նաեւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմակերպված միջոցառմանը։ Գաղափարը հետեւյալն է, տեսեք, արհեստական բանականության գործիքներով փաստաբանները պարզապես արագ հայցեր են ներկայացնում դատարանը ստիպված է ելնում, չգիտեմ, այդ հայցերը արագ քննել եւ այդ արագ քննելու արդյունքում մենք ունենում ենք իրավիճակ, երբ, չեմ ասում, որ մոտավորապես 85%-ը բավարարվում է դատարանի կողմից։ Այսինքն պետությունը վճարում է եւ չի ստանում այդ տուգանքը եւ ստանում է դատական ծախսերի, անձը ստանում է դատական ծախսերի հատուցում, այսինքն չգիտեմ ինչի համար ենք սա անում։ Լուծում պետք է գտնենք, բայց իմ առաջարկս հետեւյալն է, ինչպես անենք, որպեսզի արգելի գործընկերներ ոնց անենք, որպեսզի մենք կարողանանք ունենանք իրատեսական ժամկետներ եւ այդ ժամկետները չհանգեցնեն անիմաստ կարգապահական վարույթների, խնդրեմ գնալու։ Շնորհակալություն, պարոն Վարդյան, ես կողմ եմ, որ ձեր նշած երկրորդ դիտարկումը իրականություն դարձնենք այն տեսանկյունից, որ նախատեսենք հնարավորություն վարչական վերաքննիչ դատարանում եղած այս շեմով գործերի վերաբերյալ վարույթները կարճելու
Ինչու եմ սա ընդունում, որովհետև այս փոփոխությունը միտված է ամբողջությամբ վերաքննիչ վարչական դատարանի բեռի թոթափմանը։ Առաջին ատյանին չի անդրադառնում, ձեր առաջին դատողությունը առաջին ատյանի ծանրաբեռնվածության թոթափման էր միտված, այլ նախագծով ենք նախատեսում, դա կքննարկենք, հա, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ ավելի ուշ ժամկետներ օրենքի գործողության պետք չի դնել, որովհետև մենք միշտ նույն ցիկլի մեջ ենք ընկնում, այսինքն ասում ենք հիմա դեռ պատրաստ չենք, վաղը կլինենք պատրաստ, բայց վերջում վաղը գալիս է, հասկանում ենք, որ կարող է հիմա էլ այնքան պատրաստ չենք, ես դրա համար ավելի կոշտ մոտեցման կողմնակից եմ եւ նաեւ սա ասում եմ հաշվի առնելով այն դատավորների դրական փորձը, որը որ կա ու գոյություն ունի, այսինքն կան շատ դատավորներ, որոնք ողջամիտ ժամկետներում գործի քննության պահանջը հստակ կերպով պահպանում են ու ուշացումներ չունեն։ Հիմա եթե այդ պայմաններում այդ դատավորները կարողանում են քննել գործերը այդ ժամկետում, ինչի ենք մենք եւս 1 տարով երկարացնում մյուս դատավորների անգործությունը փաստացի։ Միևնույն ժամանակ խոստանում եմ ունենալ նաեւ այլ նախագծեր առաջիկայում ու ներկայացնել ձեր քննարկմանը, որոնք ելի կկրճատեն դատական ենթակայության գործերի շրջանակը ու նաեւ սահմանեն որոշ դեպքերում պարզեցված որոշումներ կայացնելու հնարավորություն դատարանների կողմից։ Դինգարան, ես ձեր հետ մի քիչ համաձայն չեմ։ Տեսեք, եթե դուք ինձ հանձնարարեք, մենք ընդունենք, որ ես պետք է 20 կիլոն բարձրացնեմ, ես կանեմ։ 50 կիլո կանեմ, 100-ը դժվարությամբ ինչ որ մի ձև կբարձրացնեմ։ Բայց եթե դուք ասեք, որ չէ, գիտես 250 է, ես ի սկզբանե ձեզ ասում եմ, ես դա չեմ կարողանալու։ Եվ ես ի սկզբանե ասում եմ, քննարկելով նաև վարչական դատարանի դատավորների հետ։ Ի սկզբանե ձեզ ասում եմ, այս կարգավորումները, եթե մենք չունենանք հնարավորություն, որպեսզի արկա գործերը հնարավորինս մաքրվի, մենք ունենալու ենք իրավիճակ, եւ բոլոր վարչական վերաքննիչ դատարանի բոլոր դատավորները այս օրենսդրական կարգավորումների ընդունումից 6 ամիս հետո գտնվելու են կարգապահական պատասխանատվության ենթարկվելու վնասի ներքո, որտեղ չեն հասնելու։ Ստիպված լինելու է հետեւյալ զարգացումը։ Զարգացում 1. Մեծ քանակությամբ կարգապահական հայցեր դատարանում, զարգացում 2 վիճարկում այս ընթացակարգերի ժամկետների նախատեսման սահմանադրական դատարանում եւ անկախ ամեն ինչից հետեւյալ իրավիճակ, այսինքն իրավիճակը նույնն է, պարզապես բյուրոկրատիան է շատացել։ Դրա համար ես առաջարկում եմ, ես չեմ ասում, որ անպայման պետքա բոլոր նախաձեռնությունները հետաձգվեն եւ այլն, բայց պետք է մենք հասկանանք ծավալը։ Օրինակ, դիցուք համաձայնեք շատ լավ է, որ վարչական վերաքննիչ վարույթները պետք է կարճվեն։ Կարճվեցին, սա 30% նվազեցրեց։ Ինչքան մնաց տակը գործեր, ինչքան ժամանակահատվածում կավարտեն։ Տեսեք, մենք նախատեսում ենք 6 ամսյա ժամկետներ որպես կանոն, բայց վարչական դատական կողմից նախատեսված ուղենիշային ժամկետները 9 ամիս են։ Մենք ել եմ ասում, կարանք անենք ցանկացած, մենք կարանք ընդհանրապես օրենք ընդունենք, ոչ ոք չի սահմանափակում 1 օրում, որպեսզի դատարանը որոշում կայացնի, բայց մենք պետք է իրատես չէ, կարանք, ոչ մի չի խանգարում։ Չէ, ես հետ եմ ասում, չէ, պարոն Մինասյան, ես ասում եմ դրանը, ժամկետը պետք է լինի էրգոնոմիկ, որ մենք կարողանանք հասնել մեր նպատակին։ Եթե մենք ունենալու ենք ժամկետներ, օրինակ աշխատանքային վեճերով մենք ունենք այդ խնդիրը, եւ եթե չեմ սխալվում, դինգարա, միջև հիմա էլ ունենք այս խնդիրը։ Աշխատանքային վեճերով նախատեսված երամսյա ժամկետը դատարանները չեն կարողանում պահել, որովհետեւ դա իրատեսական չէ։ Այս կարգի հարցերն, այս խնդրի, որ ես հիմա առաջարկ չեմ ներկայացնում, բայց առաջարկում եմ միջև երրորդ ընթերցում, թե վիճակագրորեն, թե հաշվարկների հետ կապված անդրադառնանք այս հարցերին, բայց առաջարկվող քննարկումը վերաբերում է հետևյալին՝ կարճել վարչական վերաքննիչ վարույթները այդ հարցերով, մեկ հնարավորություն տալ, որպեսզի վարչական վերաքննիչ դատարանը շնչի, երկրորդ հնարավորություն տալ, որպեսզի այս կարգավորումները վերաքննիչ վարչական դատարանի համար, միայն այդ կարգավորում, մնացած կարգավորումների մասին չխոսում, ավելի ուշ մտնի եւ փորձենք հասկանալ մեր նախատեսված ժամկետները եւ ԲԴԽ-ի կողմից նախատեսված օրենիշային ժամկետները ինչքանով են համընկնում, ինչքանով ոչ։ Այսքանը շնորհակալություն։ Շատ լավ քննարկենք, պարոն Վարդանյան, ու ես մոռացա պարոն Մինասյանին արձագանքել, ճիշտն ասած, եթե թույլ տաք մի հարցով արձագանքեմ, էլի։ Պարոն Մինասյան, որ դուք ասում եք պետությունը շատ հաճախ նույնացվում է անձանց հետ։ Ես չեմ հասկանում ինչ նկատի ունեք անկեղծ։ Իմ պատկերացմամբ պետությունը ժողովուրդն է, որը կայացնում է ինչ-որ որոշում, չէ՞։
կայացրել է որոշում իրար հետ ապրելու, ստեղծվել է համապատասխան օրենսդրական բազան, սահմանադրությունն է ընդունվել, որը էլի ժողովուրդն է ընդունում, ու բոլոր որոշումները բխում են ժողովրդից։ Ու այսօր էլ որ այս պետությունը այս ձևով է ձևակերպված, մասնավորապես իշխանության 3 թևերի գոյությունը, դրանցում մարդկանց ընտրությունը եւս էլի իրականացվել է ժողովրդի կողմից մեծամասամբ, խոսքը վերաբերում է օրենսդրի իշխանության ձևակերպմանը եւ այլն։ Եվ պետությունը այս ամեն ինչի ամբողջությունն է, ու իշխանությունը քաղաքականություն մշակողն է։ Դրա համար է շատ կարևոր, որ կառավարության քաղաքականությունը լինի ճիշտ արտահայտիչը ժողովրդի ցանկության։ Հիմա եթե ժողովուրդը ցանկանում է ունենալ իրավական, ժողովրդական, սոցիալական պետություն, արդյոք կառավարությունը չի պատասխանատու այդ ամենը ապահովելու։ Եվ արդյոք կառավարությունը չի պատասխանատու ինչ որ առումով նաև ողջամիտ հավասարակշռություն ու բալանսն ապահովելու իշխանության թևերի միջև։ Արդյոք կառավարությունը չի, որ պետք է որոշի, որ օրինակ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ստանա նոր թափ ու ծավալ։ Արդյոք կառավարությունը չի, որ պետք է որոշի, որ առաջարկ պետք է ներկայացնի, որ դատավորներն ունենան ավելի մեծ սոցիալական երաշխիքներ, որ իրենց զգան ավելի անկախ եւ կաշկանդված չլինեն անձանցով։ Եվ երբ որ մենք քննարկում ենք դատավորների անկախությունը, իրականում որը բացարձակ երևույթ է, բայց մենք պետք է հասկանանք դրա բովանդակությունը որն է։ Ինչու՞, որովհետեւ որոշ դատավորներ կան, եւ ես իմ խոսքում էլ եմ նշել, որ իրենք իրենց պետությունից են անկախ համարում, այդ ամբողջից, ժողովրդից, պետության քաղաքականությունից, պետության խնդիրներից։ Իսկ սա ունի շատ խորքային այլ պատճառներ, որոնց մասին ես հիմա չեմ խոսի։ Այն խնդիրը սրանում է, ու նոր սահմանադրությունը նաև առիթներ ենք ունեցել հանրային այս մասին խոսելու, իշխանության թևերի միջև ողջամիտ եւ հավասարակշռված բալանս ապահովելու համար է անհրաժեշտ, որպեսզի պետության ձևավորման լեգիտիմությունը որևէ պահի կասկածի տակ չդրվի։ Ու ես չեմ մտաբերում քաղաքական այնպիսի ելույթ, որում որ անձը նույնացվի պետության հետ։ Շնորհակալություն։ Իսկ իմ հարցերումներին, այսինքն մենք պայմանավորեցինք, որ քննարկում ենք այս հարցերը առաջինից երկրորդ եւ շատ բարի։ Իսկ ներկայացնում առաջարկը ելույթով արդեն, ելույթով։ Ես եթե այլ հարցեր չկան Տիկին Գալյանին, ես որպես հարակից զեկուցող պետք է ասեմ, որ ողջունում այս նախագիծը, այն հատկապես քաղաքացու տեսանկյունից եւ դատական գործընթացների տեսանկյունից շատ արդյունավետ կլինի, կան իհարկե որոշակի մտահոգություններ, որոնց մասին մենք եւ խոսացինք այսօր եւ դրանք կարող են գործնական կիրառության ժամանակ ի հայտ գալ, բայց մենք լավատես ենք եւ հուսանք, որ օրենքը հնարավորություն կընձեռի մեզ առավել արդյունավետ վարչական դատավարության հնարավորություն նախատեսել։ Իհարկե ի սկզբանե խոսել ենք, սա եւ դրական եւ բացասական էլեմենտներ կարող ունենալ, դրա համար շատ ուշադիր պետք է լինեն։ Պետական մարմինները շատ ուշադիր պետք է լինեն իրենց վարչարարությանը, դատավորները պետք է շատ ուշադիր լինեն իրենց կողմից կայացված որոշումներին, չլինի այնպիսի իրավիճակ, երբ պետական մարմինը կայացնի ակտեր, հասկանալով, որ դե մեկը չի բողոքարկվելու, շուտ դատարանը մտածի դե մեկը չի բողոքարկվելու, ինչ լինում է լինի, իսկ վարչական մարմինը այնպիսի ակտեր կայացնի, որոնք կարող են վիճահարույց լինել կամ խնդրահարույց լինել դատական իշխանությունում։ Ինչևէ իմ եզրակացությունը եւ իմ կարծիքը նախագծի վերաբերյալ դրական է, խնդրում եմ դրական քվեով արժանացնել այն, եթե հարցեր ունեք, սիրով կպատասխանեմ դրանց։ Հարցեր չկան, ելույթների